Այո։ Դրան անդրադառնանք եւ հետո այո, հենց նույն Ալեքս Սիմոնյանի հայտարարությունը, որ այլևս բաց տեքստով ով էր զարմանում իհարկե, որ իրենց դուք ասացիք թե հարց էին անցնել, անվտանգության աշխատող լինելուն թե ոչ, այս մասով խնդրեմ։ Տեսեք, ի տարբերություն սրանց, այդ տեսեք թշնամուն պետք է չթերագնահատել եւ թշնամու առավելությունները պետք է տեսնել։ Ադրբեջանական կողմը, ադրբեջանական դիվանագիտությունը ունի որոշակի ավանդույթներ, որքան չգիտեմ, հետխորհրդային շրջանից եթե մեկնարկ կտանք, իրենք ունեն բավական արդյունավետ աշխատող դիվանագիտություն, եկեք չթերագնահատենք թշնամուն, եւ իրենք շատ լավ զգում են այն վտանգները, որ արկա է ռուսական կողմից հնչեցված այդ դիվանագիտական ակնարկների ենթատեքստում։ Իրենք տեսնում են ռուսական կողմի դիվանագիտական այդ ակնարկների ենթատեքստը։ Այդ սպառնալիքը իրենք տեսնում են, դրա համար էլ վայնասուն են դրել։ Հասկանում եք, եւ այստեղ շատ կարեւոր մի բան, իրենց համար օդի ջրի պես անհրաժեշտ է Նիկոլի վերարտադրությունը։ Պետք է դա իրենց, պետք է Էրդողանին, պետք է ուրեմն հակառուսական այդ սոուսի մեջ էփվող եվրաչինովնիկությանը, պետք է բրիտանական էլիտաներին, գուցե ինչ որ չափով պետք է նաև Թրամփին։ Թեպետ Թրամփի խնդիրները հիմա այնքան շատ են, որ օգոստոսի 8-ին չէր հիշում Հայաստանն ու Ադրբեջանը չեր անցալում Նիկոլին, որ մնաց թե հիմա ուղեղը գլուխը խառն է Թրամփի, բայց իրենց էլ ինչ որ չափով էլի ձեռնտու է սրա վերարտադրությունը, եւ իդեպ ինչու է ձեռնտու կարեւոր մի բան։ Օրեր առաջ ուրեմն Միացյալ Նահանգների փոխդեսպանը երկրաբանի օրվա հետ կապված ինչ որ հայտարարություն է արել, ստրատեգիական համագործակցության մասին է խոսել, տեսեք, Սյունիքը մեր ապագա պետականության վաղվա բարեկեցության շտեմարանն է, իր օգտակար հանածոներով։ Այդ օգտակար հանածոների վրա աչք ունեն, նաև աչք ունի Թրամփի վարչակազմը, որովհետև եթե իրենք միջանցքը ստանում են, Հայաստանից այդ տարածքը օտարվում է, իրենք նաև լուրջ հեռանկարներ ունեն ռեգիոնի հանքարդյունաբերության հետ կապված, եւ այստեղ կա նաև ենթադրություն, որ հազվագյուտ, հազվադեպ հանդիպող մետաղներ գուցե կան, այսինքն իրենք ինչ որ հեռանկար են տեսնում նաև հանքարդյունաբերության մեջ ներգրավվելու եւ ըստ էության Հայաստանի հանքային ռեսուրսները իրենցով անելու առումով, խլելու, վերցնելու առումով, ինչը շատ վտանգավոր է մեզ համար եւ թրիփի հավելյալ վտանգներից մեկն է իդեպ, այսինքն այստեղ մենակ միջանցքը չի եւ Հայաստանից օտարված տարածքը չի, այստեղ նաեւ Սյունիքի ռեսուրսներն են, հանքային ռեսուրսներն են, որոնց վրա ամերիկյան կողմը աչք է դրել ու որոնք ուղղակի մեզնից թրիփի կոնտեքստում փորձելու են ամերիկացիները խլել ու այդ առումով նաեւ գուցե Թրամփին այսպես լդար ձեռնտու է Նիկոլի վերարտադրությունը, բայց հարց ինչպես է վերարտադրվելու Նիկոլը։ Տեսեք, ամերիկյան մի ընկերություն ռեյտինգ էր նկարել, ոչ ավել ոչ պակաս 27.9%, բայց մենք տեսնում ենք, որ իրականում նիկոլական այդ կոնգլոմերատի, այդ անհագ հավերժ սովածների այդ խմբակը ըստ էության դրա կեսն ունի, այդ 27 չգիտեմ քանի տոկոսի, եւ դա նաեւ փաստվում է վերջին սոցհարցման արդյունքներով, ես հիշեցնեմ, շատ հետաքրքիր էր Գելապի արդյունքների հրապարակումից հետո Նավասարդյանը հարցազրույց էր տվել նաեւ Փաստինֆոյին նույն օրը եւ շատ հետաքրքիր միտք էր արտահայտել, որ այդ 24%-ը, որ իրենք ներկայացրել են ասուլիսի ժամանակ, ներառում է նաեւ ադմինիստրատիվ ռեսուրսը, իսկ ադմինիստրատիվ ռեսուրսը իրենք գնահատում են 8-ից 10%-ի սահմաններում եւ այսինքն ինչ է ստացվում, եթե ադմինիստրատիվ ռեսուրսը դուրս ենք բերում իրական վարկանիշը, այսինքն իրականում Նիկոլին վարչապետ տեսնող ուրեմն մեր համաքաղաքացիների թիվը տատանվում է մոտ 13-ից 15%-ի, 16%-ի, այստեղ պլյուս-մինուս է 1-2%։ Այս շրջանում այստեղ կա շատ կարևոր այդ ադմինիստրատիվ ռեսուրսի կողմը, բայց այստեղ էլի փաստ չի ու հստակ չի, այդպես երաշխավորված չի, որ պետական ինստիտուտները ներկայացնող պետական հիմնարկների անձնակազմը այդպես գնալու է ու
հենց Նիկոլ է ընտրելու։ Գուցե գնա, գուցե խափի ասի Նիկոլ եմ ընտրել, բայց ես վստահ եմ, որ այս ռեսուրսի մի մասն էլ է Նիկոլը կորցնելու, որտեղ այնուամենայնիվ այդ փակ քվեարկության պայն, որտեղ պետք է ծրարի մեջ այդ բանը դնես, քվեաթերթիկը դնես, դու ես մենակ ես դու։ Այստեղ դու ազատ ես քո գործողություններում եւ պետական համակարգի աշխատողներից շատ-շատերը կարծում եմ այդպես էլ վարվելու է, գալչկան դնելու են, ցույց են տալու վերադասներին, որ գնացել մասնակցել են, խափելու ասելու են, սրանց են ընտրել, իրականում այլ ուժ են ընտրելու։ Այնպես որ անգամ այդ ադմինիստրատիվ ռեսուրսն էլ ասել որ լիարժեքորեն իր օգտին է աշխատելու, այստեղ էլի վերապահումներ կան ու շատ մեծ։ Հետևաբար վերարտադրվելու շանսերը գրեթե չէ, ես վստահ եմ որ զրոյական է, հա նիկոլական իշխանության վերարտադրման սցենարը զրոյական է։ Հիմա արևմուտքին ամեն գնով պետք է վերարտադրել Նիկոլին թուրք-ադրբեջանական տանդեմին միաժամանակ։ Ինչպես։ Միակ բանը, որ իրենք երկար ուսումնասիրելով դաշտը, հա, միակ հետևությանը, որ հանգել են, որ այն միակ մարտավարությունը, որ էլի ինչ որ քանակ ձայների կարող է Նիկոլենს բերել, սա պատերազմի շանտաժն է։ Ես անգամ խաղաղության օրակարգ արտահայտություն չեմ ուզում օգտագործել, պատերազմի շանտաժը։ Բայց սա էլ արդեն չի աշխատում, մարդիկ սթափվել են, եւ հիմա տեսեք ինչն է խնդիրը։ Եթե նիկոլական խաղաղության օրակարգը մի ինչ որ պահից, հա, ակնառու դառնա, որ չի տալիս ցանկալի արդյունքը, այսինքն խաղաղության օրակարգ կեղծ շինծու օրակարգ առաջ մղելով, պատերազմով վախեցնելով, պատերազմի շանտաժով, եթե արևմուտքը ադրբեջանա-թուրքական տանդեմը տեսնի, որ այս օրակարգը չի բերում Նիկոլի վերարտադրությանը, կարող է ճիշտ հակառակ սցենարը խաղարկվել։ Մասնավորապես ես չեմ բացառում նախընտրական շրջանում ադրբեջանական ագրեսիայի հավանականությունը սահմանափակ ուժերի միջոցների կիրառմամբ լոկալ, հա, բնույթի չեմ բացառում եւ ենթադրում եմ, որ այդ ագրեսիայի համար իբրև սադրանք, իբրև առիթ հանդես է գալու այն խեղկատակությունը, ինչը նիկոլական իշխանությունը իբրև զորահանդես մեզ փորձելու է մատուցել մայիսի 28-ին։ Տեսեք, մեր բանակը զորավարժություն անգամ չի արել։ Տարիներ շարունակ ադրբեջանցիները զորավարժություններ են անցկացնում, նայեք, իրենք մարտավարական զորավարժություններ, խնդրեմ։ Տեսեք, իրենք Մարիամ ջան, իրենք միշտ են արել, միշտ են անում ռազմական, ուրեմն պոտենցիալի դիսբալանսը Հայաստանի ու Ադրբեջանի ուղղակի աներևակայելի սահմանների է ասել, օրվա իշխանության բացահայտ անգործության ապառազմականացման օրակարգը բանակային ռեֆորմների անվան տակ ուրեմն կյանքի կոչելու արդյունքում, բայց սա առանձին մի բան, տեսեք, մենք անգամ զորավարժություններ չենք անցկացրել տարիներ շարունակ ու մեկ էլ հանկարծ ոչ ավել ոչ պակաս զորահանդես։ Հիմա պարզ է, որ սա արվելու է Արևմուտքի ու Ալիևի, Էրդողանի լուռ համաձայնությամբ, այստեղ իրենք կամ ձեն չեն անելու, ինչ որ կոպիտ ռեակցիաներ, կտրուկ ռեակցիաներ չեն տալու, որտեղ հասկանալու են, որ դա կարող է բերել Նիկոլի վերարտադրությանը, բայց ես չեմ բացառում երկրորդ տարբերակը, որ այդ զորահանդես ասվածը, ինչ իրականում խեղկատակություն է, արդեն իսկ պարզ է, որ խեղկատակություն է, կանադառնանք թե ինչու, բայց սա կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Ադրբեջանը սահմանափակ մասշտաբի ռազմագործողություններ սկսի, ինչի անվան տակ սրանք ռազմական դրություն մտցնեն ու ընտրությունները չեղարկեն։ Եվ մեր պետականակենտրոն ուժերը պետք է այս սցենար աչքի առջև ունենան եւ ինչ որ համապատասխան սխեմա գործունեության ունենան, հա, այս իրավիճակում։ Սա ինչու, տեսեք, իհարկե այս պարագայում Նիկոլի խաղաղության օրակարգը իսպառ քարուքանդ կլինի, բայց ես ուզում եմ ընդգծել հետեւյալը, էլի որ եթե խաղաղության օրակարգը չի բերում Նիկոլի վերարտադրությանը, ապա ուրեմն պատերազմի օրակարգով Նիկոլին իշխանության պահելու օրակարգը կարող է առաջ մղվել եւ այստեղ պետք է ուրեմն զգուշ լինել, ուշադիր հետևել զարգացումներին։
ամենակարևորը պատերազմի շանտաժի հետ կապված։ Նիկոլի ընտրությունն է բերելու պատերազմի եւ Նիկոլի իշխանությունից հեռանալն է, որ ապահովելու է արժանապատիվ խաղաղությունը։ Ինչու՞։ Իդեպ, երբ որ սրանք իրենց ինչ որ համագումար են արել, չէ, հավաք են արել, իրենց թիմն են, չէ, իբր թիմ ունեն, մի հատ էլ ներկայացրել են Նիկոլին վարչապետի տեխնացու են առաջ քաշել, մի խոսքով այդ իրենց այդ միջոցառման ժամանակ Լիլիթ Մակունցկա այդպիսի կերպար հայտարարել է, ասել է, դե բառացի եմ ասում, արժանապատվությունը խաղաղության հետ կապելը վտանգավոր է։ Լսել եք Մարիամ այդպիսի հայտարարություն։ Հիմա տեսեք, ուրեմն նվաստացում պատերազմ այդ պատճառահետևանքային մասին խոսել է Ուինստոն Չերչիլը, հայտնի Մյունխենյան, այսպես կոչված Մյունխենյան դավադրության կոնտեքստում, երբ ասել է, որ մենք ունեինք ընտրություն նվաստացման ու պատերազմի միջև, մենք ընտրեցինք նվաստացումը, ստացանք պատերազմ։ Կրկնում եմ, ասողը Ուինստոն Չերչիլն է։ Բայց Լիլիթ Մակունցի կողքին Չերչիլն ով է։ Մի պատահական մի բան չէ, լսեք Լիլիթ Մակունց, այն նույն Լիլիթ Մակունցը, ով 2020-ին ասում էր, որ Թուրքիան երբևէ Ադրբեջանի կողմից մեր դեմ չի պատերազմելու։ Բնականաբար այս մարդիկ ոչ ամոթի, ոչ մեղքի զգացում չունեն։ Դե իհարկե, իրենք մարդկանց հիմարի տեղ դնելու առումով բարոյական որևէ այսպես արգելակներ չունեն, իրենք մի բան են հասկանում, որ առնվազն գոնե իրենց ընտրազանգվածին պետք է փորձեն հետ բերեն, իրենք ակնկալիք չունեն, որ հա, այսպես մեծ ընտրազանգված են ձեռք բերելու, առնվազն գոնե իրենց ընտրազանգվածը հետ բերելու մասին է խոսքը, դե հիմա ասել է այդ 15%-ը, որ պատրաստ է Նիկոլ ընտրելու, ըստ ամենայնի ամեն ինչի հավատում է, ցավոք սրտի եւ գուցե անգամ դրան հավատա, այդ հայտարարությանը հավատա։ Հիմա իրականում տեսեք, արյունահեղ պատերազմը, ես շատ մեծ ուշադրությամբ եմ հետևում այս տաղավարի բոլոր հյուրերի ելույթներին եւ այն թեզը, որ արյունահեղ պատերազմ է լինելու Նիկոլի վերարտադրության պարագայում, կարծեմ Երվանդ Բոզոյանն էր ասել, շատ ուշադրությամբ եմ իրեն լսում, իր Թովմասյանի հարցազրույցները շատ հետաքրքիր են։ Ուրեմն ոչ միայն համամիտ եմ, ես փորձեմ հիմնավորել այս թեզը։ Նայեք, եթե դու գնում ես ապա ռազմականացումը կյանքի կոչելու տարբերակով ու դա անում ես ռեֆորմների անվան տակ։ Եթե Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ու դու ընդունում ես, նշանակում է դու ահավոր թուլացած ես։ Թույլը մատչելի թիրախ է։ Անկամ եթե նիկոլական իշխանությանը հաջողվի 0.01% մի այսպիսի հավանականություն թողնենք, որ ենթադրենք բոլոր հնարավոր ու անհնարին ընտրակեղծիքների, այլանդակությունների, ճնշումների արյուն հեղելու գնով իրենք կարողացել են վերարտադրել իրենց իշխանությունը։ Միևնույն է, իրենք այն մեծամասնությունը, որ հիմա ունեն խորհրդարանում, այլևս չեն ունենալու։ Իրենք ավելի թուլացած են, եթե անգամ վերարտադրվեն, շատ ավելի թուլացած են վերարտադրվելու։ Ու այս ֆոնին Ադրբեջանի պահանջները ավելի թուլացած լինելու ֆոնին Նիկոլը չի կարողանալու հենց այնպես կատարել։ Եվ ելի առաջի պլան է գալու պատերազմով այդ պահանջները կատարելու հերանեկարը, այսինքն ինքը ինչ է ասելու է, տեսեք, այստեղ իբր կան ռևանշիստներ, իրենց պատճառով Ադրբեջանը չի գնում խաղաղության։ Ադրբեջանին պետք է ամեն գնով Սյունիքին տիրանալ, առնվազն այդ միջանցք ասվածը դարձնել իր ուրեմն իրենը, այդ թրիփ, այդ մոռացեք, Ադրբեջանը եթե հարձակվի ու նվաճի այդ տարածքը, ամերիկյան կողմից որևէ այսպես զսպման չի հանդիպելու, ընդհակառակը այդ թրիփի անվան տակ նույն միջանցքն է, այդ միջանցքը ձեռնտու է նույն արևմուտքին, ամերիկացիները այդ միջանցքի հանդեպ իրենց շահը կիրացնեն արդեն Ադրբեջանի հետ սեպարատ բանակցությունների միջոցով, այնպես որ թրիփը չի ուրեմն կանխելու ադրբեջանական ագրեսիան, սա առնվազն միամտություն է այդպես կարծելը, ինչ է լինելու։ Նիկոլը չի կարողանալու ադրբեջանական պահանջները հենց այնպես կատարել։
Եվ ադրբեջանական պահանջները էլի կատարվելու են հերթական ռազմական աղետի ֆոնին, որի մեղքը սա էլի գցելու է նոր ձևավորված հակառակ ուրեմն քաղաքական բևեռի, քաղաքական ընդդիմության վրա եւ պատերազմով էլի աղետի բերելով երկիրը նոր է կարողանալու կատարել Ադրբեջանի պահանջները։ Ես կրկնում եմ, Նիկոլի իշխանությունը, եթե այդ 0.01 հավանականությունը, 0.01% հավանականությամբ վերարտադրվեց, շատ ավելի թուլացած է վերարտադրվելու, չի կարողանալու հենց այնպես ադրբեջանական պահանջները կատարել։ Չի կարողանալու նշանակում է ռազմագործողություններով այդ պահանջները կատարելու սցենարն է գալիս առաջին պլան, ինչ խաղաղություն, ինչ բան, խաղաղության օրակարգը պետք է մարդկանց խաբելու Նիկոլին վերարտադրելու համար, հենց Նիկոլը դարձավ վերարտադրվի ու վերընտրվի, դառնա էլի այսպես դա իր կերպարով հանդերձ կառավարությունում նստեց, խաղաղության օրակարգը սկսած այդ պահից դադարելու է գոյություն ունենալ։ Այնպես որ ճիշտ են ասում մեր այն մասնագետները, մեր գործընկերները, որ Նիկոլի օրոք է, որ լինելու է արյունահեղ պատերազմ, որովհետև ավելի թուլացած լինելով, թեպետ վերարտադրվելով, բայց ավելի թուլացած վերարտադրվելով, Նիկոլը չի կարողանալու հենց այնպես բավարարել ադրբեջանական պահանջները եւ այդ պահանջները բավարարելու միակ ճանապարհը էլի լինելու է բախումը, պատերազմը, որի մեղքը նա փորձելու է մյուսների վրա գցել։ Իդեպ մի բան էլ ասեմ, շատ կարևոր մի բան, եթե 2021-ին մեր ժողովուրդը ավելի գիտակից գտնվեր, ավելի մեծ թվով մարդիկ գային մասնակցեին, եթե նիկոլական այս մեդիա մանիպուլյացիաները ավելի քիչ ձևով, ավելի քիչ թվով զոհեր ունենային, զոհերի գտնեին, այդ մանիպուլյացիաներին քչերը տրվեին։ Մի խոսքով, եթե 2021-ին Ռոբերտ Քոչարյանը լիներ վարչապետ, առնվազն մի քանի 100 հայորդի ողջ կլիներ, մենք չէինք կորցնի ոչ միայն Արցախը, նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածը, որ հիմա կորցրել ենք, ինչու, որովհետև արդեն հաջորդ իսկ պահից հայ-ռուսական դաշինքի համատեքստում մենք բոլոր անհրաժեշտը, ամեն անհրաժեշտը կստանայինք ինտենսիվ մատակարարումների տեսքով եւ ադրբեջանական կողմը Ալիևը ուղղակի ռիսկ չեր անի դիմելու ագրեսիայի։ Գուցե մի անգամ փորձեր, բայց այդ փորձը փորձանքի կվերածվեր եւ այդ փորձի արդյունքում ես վստահ եմ երկրի ճիշտ կառավարման պարագայում, ինչի փորձը Քոչարյանը ուներ, մենք անգամ շատ բան հետ կբերեինք։ Այսինքն, եթե անգամ ենթադրենք, որ կլիներ ագրեսիա, ընդամենը մեկը կլիներ։ Մինչդեռ Նիկոլի վերարտադրությամբ պայմանավորված մենք ունեցել ենք ագրեսիա 2021-ի նոյեմբերին, 2022-ի սեպտեմբերին, դեռ փոքր բախումների մասին չեմ խոսում, 2023-ի Արցախյան աղետը եւ ունեցել ենք մոտ 500-ի հասնող զոհեր, 230-ի մոտ Արցախում, մոտ 200-ը Ջերմուկում, մոտ 30-ը 2021-ի էսկալացիայի օրերին, էլ չեմ խոսում անհասկանալի խիստ տարօրինակ պայմաններում այրված 15 զինծառայողների մասին։ Մի խոսքով, այստեղ հերթական այս աղետի շղթան ուղղակի կընդհատվեր։ Հիմա մեր ժողովուրդը ունի ընտրություն 3 պետականակենտրոն ուժերի միջև։ Պարոն Ջանալյան, ես հենց դրան եմ ուզում գանք, այո, Համեցեք։ սպասում են ընտրություններ, բայց այս փուլում նաև մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի